Տիկին Տամարան տևական ժամանակ է որոշակի սխալներ է նկատել կապված հաշվիչի ցուցմունքի հետ։ Միայնակ ապրող կինը մի քանի տարի առաջ է տեղափոխվել այս բնակարան։ Տունը ջեռուցում է գազով, իսկ էլեկտրաէներգիան միայն երեկոյան է միացնում։ Նրա կարծիքով ամսական վարձավճարն այն չէ, ինչ իրեն են ներկայացնում։ Գնացի այդ վարչության պետի մոտ, ասի պարոն Հովհաննիսյան, չհասկացա ես մենակ այն 40-աշտան ջերմության պայմաններում 130 կիլովատ լույս եմ վառում։ Վերևի հարկի հարևանուհու օգտագործած տեխնիկան եւ փաստը, որ նա շատ ավելի հոսանք է ծախսում, ստիպում է ենթադրել, որ հարևանի հոսանքի գումարը իր վրա են գրում։ Եթե տունը այսքան տեխնիկա է ալնում, թերթնել եմ պահել, բոլոր բաներով 150 կիլովատից ավել հոսանք չի օգտագործում։ Անճշտությունները նկատելով Տիկին Տամարան սկսել է գրի առնել թվերը, բայց դա էլ երկար ժամանակ չի տևել։ Օգոստոսին փոխել են շենքի մի քանի հաշվիչ։ Հիմա նա չի կարողանում տեսնել իր հաշվիչի թվերը։ Ես գնում եմ, տեսնում եմ, էսմել էլեկտրիկը, այդ հաշվիչը հրել են ներս, ապակու ներսի կողմից էլ բան են արել, չգիտեմ, ապակու թուղթ են գցել, հնարավոր չի ոչ մի բան նայել։ Նման խնդրի բախվել է նաև իշխանը։ Մի քանի ամիս է նա անճշտություններ է նկատում։ Տունը չի ջեռուցվում էլեկտրականությամբ, սառնարանը չի աշխատում, համակարգիչը միայն երեկոյան են միացնում։ Մինչև անգամ բան եմ արել, կողպեկ եմ կախել այդ ящикին, որ առանց իմ ներկայացում չգա բացի այդ տեսուչը։ Իշխանը հիմա չի աշխատում, այդ իսկ պատճառով ավելի է դժվարացել հոսանքի գումարի վճարումը։ Անճշտությունները նկատելով իշխանը սեփական հաշվիչն է տեղադրել, համեմատելով դրա եւ հիմնական հաշվիչների թվերը տարբերություն է նկատել։ Այդ ամենից հետո որոշել է կողպեկ դնել նաեւ հիմնական հաշվիչի դռան վրա, որպեսզի առանց իր ներկայության աշխատակիցը չկարողանա բացել։ Այն որ եկել է բացը նայում, ասում արդեն 100 կիլովատ օգտագործել է։ Իսկ իմ դիսկով ես կանտրոլն եմ ամսի 1-ից փետրվարի։ Կանտրոլը դրել եմ 40 կիլովատա ցույց տալիս։ Լավ, թող սխալնի 10 կիլովատ, բայց արդեն 60 կիլովատի տարբերություն է տալիս։ Երկու դեպքում էլ այս ընտանիքները փորձում են սեփական միջոցներով պայքարել անճշտությունների դեմ։ Մի դեպքում փաստեր հավաքելով, մյուս դեպքում սեփական հաշվիչ տեղադրելով։ Նունե Գրիգորյան, Նարեկ Եղիազարյան, Գառնիկ Նահապետյան, այսօր։